Ժամանակն է եկել, որ ես քեզ ասեմ, դու չկաս արդեն իմ մեջ, ինձ փորձիր հասկանալ, մի փորձիր ներել, ինձ դարձրու անցյալ, հիմա քեզ դիպիր մոռանալ, մի փորձիր գերել, չեմ անցնի նորից նույն ճամփան, գոնե այս անգամ ինձ լսիր ու ջերմ հուշերով հեռացիր, քեզ սպասող ունես, մի մոռացիր, արցունքները ծուր են, լաց լինելդ քեզ էլ չի փրկի, երազներդ լուր են, լռությունդ ինձ չի գրկի, արցունքները ծուր է նաև սերը իմ սրտի, մեղավորը դու ես, ինձ մի մեղադրիր։ Եվս մի բան և ես էլ իշխա տիրապետ։ Ինչ կանես, կսպանես, հա։ Ասեմ, որ նանեն նոր առաջարկ ունի, նոր մեծ նախագիծ, սա շատ հետաքրքիր դերակատարում է և նանեն որպես սկսնակ դերասանուհի պետք է անցնի արհեստավարժ դերասանուհու և ես վստահ եմ, որ մենք մեծ հաջողություն ունենանք։ Ինչ է հանրային մարդը, ով է նա, Շինձու, Շինձու չափից դուրս, բոլորի համար երջանիկ, բայց ներսում դատարկություն, ես չեմ էլ ուզում երջանիկ խաղալ, բայց հանրային մարդու կյանքն է ստիպում, իսկ ներսի դատարկությունը դա միայն իմն է, ոչ ոք իրավունք չունի այնտեղ մտնելու, ես պետք է ամեն առավոտ դուրս գամ փողոց, շպտամ բոլորին ու երջանիկ խաղամ, խաղալն ինձ մոտ ամենալավն է ստացվում, ես պիտի տեսնեմ նրան, Քո գոռոզությունը, քո կարիերան փչացրեցին մեր անձնականը։ Սոֆի, հուսամ մի օր ինձ կներես, քեզ չասելու համար, իմ թուլությունները դրանք իմ մեջ են, ես ոչ ոքի չեմ ասել դրանց մասին ու ոչ ոք չգիտի,
Դու գուցե կարող էիր լինել կնոջ իդեալ յուրաքանչյուր տղամարդու համար։ Հայկ, ինչա վիճակդ։ Ինչ ես եկել։ Դու պիտի լսես ու հասկանաս ինձ։ Հադեվոց կարամ չլսեմ, հայտնի դերասանուհին անեի։ Ես մի խոսել։ Ասի, դու քո ձեռներով, քո գոռոզության ու հպարտության պատճառով քանդեցիր քո իսկ սեփական երջանկությունը։ Կներես այ։ Ուզում եմ, որ երջանիկ ես։ Քո ընտրածը կարիերան էր։ Գնում ես։ Քիչ մնաց։ Շատ քիչ։ Շուտով կլինես այնտեղ, որտեղ քեզ սպասում են։ Պատմի տեսնեմ ինչ ա եղել Հայկի հետ կապված։ Մենք այլևս կապ չունենք իրար հետ։ Հայկը չի ուզում իր կողքին կարիերիստ կողակից ունենալ։ Իսկ գուցե ես խոսեմ նրա հետ։ Չէ, անօգուտ է։ Սպասի։ Ալո։ Հայկ բարևանա։ Հայկ ջան, բարև, ո՞նց ես։ Լավ, իսկ դու։ Ես մեկնում եմ։ Ինչ։ Երբ։ Այսօր երեկոյան։ Դա հաստատ է։ Այո, մեկնում եմ։ Լավ, Հայկ, քեզ բարի ճանապարհ։ Ինչ ասաց է։ Գնում ա երկրից վաղը երեկոյան։ Ինչ։ Լավ չեմ զգում այլ գնամ այստեղից։
Շատ կարճ ժամանակում պետք է գտնել նրան։ Տվյալներ ունենք նրանից։ Կասկածյալներ ունենք։ Մայրը, երեխայի մայրը, ում կարող եք տեսնել այստեղ նկարների մեջ։ Լավ։ Կփորձեմ ամեն ինչ արագ անել։ Հա, մի բան էլ։ Գործը պետք է արվի արագ ու ամենակարևորը գաղտնի։ Դրանում կարող եք հանգիստ լինել։ Ես կսպասեմ ձեր զանգին։ Լսում եմ։ Ես տեսա նրան։ Ամեն ինչ ձեր պլանավորածով է գնում։ Շնորհակալություն։ Լավ։ Ոնց ես կար։ Տխուր ես։ Մամային ու պապային եմ կարոտել։ Ուզում եմ իրաց տեսնել։ Ես էլ եմ շատ կարոտել կար, բայց երկուսս էլ հասկանում ենք, որ նրանք աշխատում են, որ մեկ լավ ուղղենք։ Նոր դեր ունեմ։ Խաղան վերջացնեմ ու կգնանք։ Լավ։ Խոստանում եմ։ Համեցեք նստեք։ Հասկանում եք, չէ՞, ինչի համար եմ ստեղ։ Այո, իհարկե հասկանում եմ։ Մենք ամեն ինչ անում ենք այդ հարցը շտապ լուծելու համար։ Ինձ պետք է այդ երեխուն շուտ գտնենք։ Մենք ամեն ինչ անում ենք։ Եթե ձեր գործականները չեն կարող գտնել այդ երեխուն, ապա ես կգտնեմ։ Դու վաղուց մեր կազմակերպությունում չես աշխատում, հետևաբար ես նմանատիպ լիազորություններ քեզ չեմ կարող։ Լավ, այդ դեպքում ես կսպասեմ։ Հուսամ շուտ կպատասխանեք։ Հաջողություն։ Արի գրասենյակ, կարևոր գործ կա։ Հետաքրքիր է ով է ձեզ համար դերասանուհու իդեալ, շատերի համար հենց նանել է։ Ես իդեալներ չունեմ, իսկ նանել ինձ համար ընդհանրապես սովորական դերասանուհի է։ Հանան Էսթեր, հեռուստացույց էի նայում նոր Աննայի հաղորդման շրջանակներում ինչ-որ սկսնակ դերասանուհի ինձ սովորական էր համարում։ Լավ։ Ճիշտ
Ճշտիր ինչ խնդիր կա ինձ հետ կապված։ Հասկացա, հիմա կճշտեմ։ Սպասում եմ զանգիդ։ Ալո, Ալո, բարև Աննա։ ողջույն Էստեր ջան։ Աննա, այդ որ սկզբնակ դերասանուհին ա քո եթերում, իրան թույլ տվել Նանեին սովորական դերասանուհի անվանել, հա։ Level 1 դերասանական ստուդիայի ուսանողներից էր։ Ուրեմն ինձ լսիր ուշադիր։ Եթե այդ աղջկա ոտքը մի անգամ էլ քո տաղավարում եղավ, Նանեն էլ քեզ հյուր չի գա։ Բայց Էստեր ջան, Լավ անցավ։ Ինչպիսին էր Աննա։ Լավն է տաղավարը։ Դժվար է։ Լավ երեխեք թողեք որ պատմի։ Դե հա էլի պատմի շուտ արա։ Երեխեք ամեն ինչ շատ լավ էր։ Տաղավարը հրաշալի, իսկ Աննան ուղղակի գեղեցկուհի էր։ Մի խոսքով ամեն ինչ իդեալական էր։ Հնլի էլի ես գնալու։ Այո, անպայման։ Եվ պարտանում ենք քեզ նո։
ամեն ինչ պլանավորածով է գնում։ Դու չես նկատում, որ քո պլանավորածով երկար է գնում։ Ուրեմն լսի։ Հերիքա։ Այդ երեխան մեղք է, պետք է հանձնենք ծնողներին։ Չէ։ Չի լինի։ Կանես այնպես, ինչպես ես եմ քեզ ասում։ Չեղավ։ Անկախ քո կամքից։ Այդ երեխուն ես եմ հանձնել իր ծնողներին, հասկացանք։ Դու գժվել ես։ Հանգիստ թող այդ ընտանիքը։ Ուրեմն ուշադիր ինձ ես լսում։ Լուր։ Կանես այնպես, ինչպես ես եմ քեզ ասում, այդ չկայացած նկարիչ։ Չափավորի քեզ։ Չափավորի բառերդ, հատկապես իմ հետ շփվելուց։ Իսկ հիմա արագ, իջի մեքենայից։ Իջնեմ։ Բայց վաղը կգամ երեխային կտեսնեմ։ Ալո։ Եվ ինչ ես անում։ Նստած եմ։ Նան գիտես, Արսենն է վերադառնում Հայաստան։ Ո՞վ։ Արսենը։ Չեմ հասկանում գալու իմաստը։ Ես էլ չգիտեմ։ Լավ է, կհանդիպենք կխոսենք, լավ։ Լավն է։ Երազներդ լուր են, լրությունը դինչ չի գրկի, արցունքներդ սուր է նաև սերը իմ սրտի, մեղավորը դու ես, ինձ մի մեղադրի, մեղավորը դու